Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված ամերիկյան ծրագրի շրջբանակցություններն ավարտվել են, հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության ղեկավար Դմիտրի Լիտվինը։ Բանակցությունները մեկնարկել էին նախօրեին։ Ուկրաինական պատվիրակությունը գլխավորել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, իսկ ամերիկյան կողմից մասնակցել են Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները։ Բանակցությունների առաջին փուլից հետո Ուիթքոֆը հայտարարել էր, որ զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն հավելյալ մանրամասներ չէր ներկայացրել։ Բերլինում կայացած բանակցությունների ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը եւ Ջարեդ Քուշները շարունակել են Կիևից պահանջել ուկրաինական զորքերի դուրսբերում Դոնբասից։ Ֆրանսիական գործակալության տվյալներով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առայժմ հրաժարվում է համաձայնել այդ պահանջին, ընդգծելով, որ Դոնբասից զորքերի դուրսբերումը Կիևի համար կարմիր գիծ է։ Բանակցությունների մյուս առանցքային թեման Ուկրաինայի հնարավոր անդամակցությունն է ՆԱՏՕ-ին։ Այս համատեքստում Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի չեզոք կարգավիճակը հնարավոր խաղաղության համաձայնագրի անկյունաքարային դրույթն է։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը անկեղծորեն աշխատում է ռուս-ուկրաինական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Պեսկովի խոսքով Թրամփը ցանկանում է կարգավորել հարաբերությունները եւ թե նա, թե նրա թիմն այդ ուղղությամբ անում են հնարավորը։ Նա հավելել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես ձգտում է հարատև խաղաղության Ուկրաինայում, սակայն պատրաստ չէ մասնակցելու գործընթացների, որոնք կարող են ծառայել ժամանակ ձգելուն։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ խաղաղության առաջարկները կներառեն փոխզիջումներ, այդ թվում ՆԱՏՕ-ին անդամակցության փոխարեն իրավաբանորեն պարտավորեցնող անվտանգության երաշխիքների ընդունում Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպայի եւ այլ գործընկեր երկրների կողմից։ Զելենսկու խոսքով Կիևը սկզբում նպատակ ուներ անդամակցել ՆԱՏՕ-ին, սակայն Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Եվրոպայի որոշ գործընկերներ չեն աջակցել այդ քայլին։ Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածին համարժեք անվտանգության երաշխիքները կարող են կանխել Ռուսաստանի նոր ներուժը եւ դա արդեն իսկ Ուկրաինայի կողմից արված փոխզիջում է։ Չիլիում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է ընդդիմադիր պահպանողական քաղաքական գործիչ Խոսե Անտոնիո Կաստը։ Երկրի ընտրական ծառայության հրապարակած տվյալներով քվեների 83.43%-ի հաշվարկից հետո Կաստը ստացել է 58.61% ձայն, իսկ նրա մրցակիցը կառավարող ձախակենտրոն Միասնություն Չիլիի համար կոալիցիայի ներկայացուցիչ Ժանետ Խարան 41.39%։ Խարան արդեն ընդունել է պարտությունը եւ շնորհավորել հաղթողին։ Նա կդառնա Չիլիի առաջին ծայրահեղ պահպանողական նախագահը Ագուստո Պինոչետի ռազմական վարչակարգից ի վեր։ Կաստը պաշտոնը կստանձնի 2026 թվականի մարտի 11-ին 4 տարի ժամկետով։